Ելք դաշինքից Արաբկիր, Աչափնյակ, Դավթաշեն համայնքներում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը նշում է, որ ելքի ներկայացուցիչների մեծ մասը երիտասարդներ են, որոնք արդեն ունեն կայուն աշխատանք եւ մեծ ցանկություն բարեփոխել Հայաստանը։ Be the change you want to see. Պետք է լինել այն փոփոխությունը, որը ուզում ես բերել։ Երիտասարդությունը պետք է լինի երկրի ներկան։ Եվ մենք պետք է գանք փոխելու այն կարծրատիպերը, բերենք այն թարմ ուժը, այն թարմ մոտեցումները, հանուն որի արժի այս երկիրը փոխել։ Ելքի նախընտրական ծրագրից Գևորգ Գորգիսյանը առանձնացրեց ՏՏ ոլորտի բարեփոխումների նախագիծը։ Նախ բուհ աշխատաշուկա կապն են մտադիր զարգացնել։ Ընտրվելու դեպքում ելքը նախատեսում է նաև ավելացնել ոլորտի պետական աջակցությունը, հարկային արտոնությունները ՏՏ ոլորտի ընկերություններին։ Դա այն ոլորտն է իրականում, որը կարող է բերել երկրի համաչափ զարգացման, որովհետև շատ ներդրումներ չի պահանջում։ Ցանկացած գյուղում, ցանկացած ավանում, ցանկացած մարզում մենք կարող ենք հիմնել փոքրիկ ընկերություն, որը կարող է ամսական մի քանի տասնյակ հազար դոլարներ բերել այդտեղ։ ՏՏ ոլորտում այժմ կա մոտ 2000 թափուր աշխատատեղ։ Ըստ ելքի ներկայացուցչի, ոլորտի առաջխաղացմանը կարող են աջակցել նոր վենչուրային հիմնադրամները, որոնց հիմնումը Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ ելքը եւս նախատեսում է։ Լիլիթ Ասլանյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։